Անցնող 2025 թվականի ընթացքում քննության փուլում գտնվող 5 գործերով Անդրանիկ Մկրտչյանի, Արթուր Ղազարյանի, Վալերիկ Մուրադյանի, Տիգրան Օհանջանյանի, Լևոն Թորոսյանի գործերով որևէ տեղաշարժ չի եղել։ Ցանկանում եմ նշել, որ այս 5 գործերի բացահայտման պատասխանատուն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն է, ով գործերի բացահայտման բանալին ունի դեռևս 2021-22 թվականներից եւ ինքը դրանց մասին նաեւ անձամբ մի քանի անգամ զեկուցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Աննա Վարդապետյանը ասաց, որ ներկայացրեց վարչապետին, որ այս գործերը, այս մայրերը ճիշտ են, սպանություններ է եւ պետք է վերավորակում ստանա այս գործերը եւ հոդվածները փոխվի։ Երբ որ վարչապետին վերջին անգամ վերջին գործի ժամանակ ինքը ներկայացրեց եւս մեկ գործ, վարչապետը ասաց, որ ես իմ ձեռքերը ուրեմն լվանում եմ, քաշվում եմ մի կողմ, Վարդապետյան, գնում ես դատախազություն, գլխավոր դատախազի պաշտոնի եմ քեզ նշանակում, այս գործերը տար հետդ, որպես օժիտ, եւ ավելի լայն կլինի այնտեղ քո հնարավորությունները, որ ուսումնասիրես այս քրեական գործերը։ Ոչ մի նշույլ չկա, որ իմ երեխեն ինքնասպան ա եղել։ Ու 8 տարի է, ամեն փորձագետ, ամեն փորձաքննություն, ամեն տեսակ փորձարարություն անրում է, ոչ մի պատասխան չկա։ Դատախազն ասում է, որ փորձագետի տված եզրակացությունով ես չեմ կարող հոդված փոխեմ։ Եթե երկրի դատախազության քննչական մարմինները միջնորդում են, որ այս գործը, այս հոդվածը պետք է փոխվի, չեն միջնորդում, որ հոդվածը փոխվի, պատճառաբանում են, որ ինքնասպանություն է։ Նոր իշխանություն եւ կսպասենք նրանց, որ իրենք բացահայտեն մեր երեխեքի քրեական գործերը, որովհետեւ Տիկին Վարդապետյանը եւ Նիկոլ Փաշինյանը իրենց խոստումները չկատարեցին։ Միևնույն է, մեզ ոչինչ չի լինելու։ Ես խոստացել եմ, որ ինչ էլ լինի, պիտի մեղավորը պատժվի։ Դա կլինի Հայկազ Բաղմանյան, երկրի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյան, որ այսքան քրեական գործերը կոծկելով, վերցնելով այս բոլոր քրեական գործերը, ասեց ես երբեք դա ասելա ազգային ժողովի դահլիճում, չեմ թողնելու այս մայրերի վերքը առնահոսի։ Երկրի դատախազ Աննա Վարդապետյանը ստախոս է, ինք իր խոստումը չի կատարում, իսկ Նիկոլ Փաշինյանը ասում է մի բան կատարում է մի բան։ Առավել եւս։ Այսինքն ինքը մոռանում է, էդի մոռանալով չի, այսօր ես տղա եմ տվել պետությանը ու պահանջում եմ, ես պահանջատեր եմ, որ իմ տղայի կյանքը խլել է ինչ որ մի հատ ես իմ ով հադրութում, ինչի պատասխանատվության չի ենթարկում։ Պարոն Փաշինյան, ձեզ եմ ասում, Աննա Վարդապետյան, ձեզ եմ ասում, ձեր խոստումները կատարեք, ի վերջով մարդ եք, հայր ես, կին ես, չգիտեմ, բալիկ ունես չունես, բայց թե ի վերջով մարդ եք, եթե գշերը գլուխները դնեք բարձի վրա, մտածեք, որ այս ծնողները անտեղի չեն եկել նստել։ Զբաղված էին եկեղեցի ազատագրելով, զբաղված էին խոսքի ազատությունը ճնշելով, զբաղված էին նոր քաղաքականներ ավելացնելով, արդեն մոռացել են, մենք չենք մոռացել, յուրաքանչյուր տարի մենք մեր հանրությանը հիշեցնելու ենք այս գործերի մասին եւ սպասելու ենք այն օրվան, որ Հայաստանի դատաիրավական համակարգը, դատախազությունը կլինեն ազատ, արդար, կծառայեն օրենքին եւ հասարակությանը։ Հիմա տրամաբանական հարց է առաջանում։ Այդ անձինք, ովքեր այս զինծառայողների սպանությունները ճիշտ չեն քննել, մեղմ բառ եմ ասում, ապականել են գործը, ոչնչացել են ապացույցները եւ այսօր բարձր պաշտոններ ունեն։ Այդ բարձր պաշտոնների նրանք արժանացել են Փաշինյանի նշանակումներով կամ Վարդապետյան Աննայի նշանակումներով, իսկ որոշները նախագահի հրամանագրով։ Արդյոք կբացահայտվեն այս գործերը։ Միևնույնն է, շարունակելու ենք պայքարել, չենք հանձնվելու եւ իլրումն նաեւ նշեմ, որ մենք ինքներս ենք ապացույցներ հայթայթել շատ դեպքերում։ Տիկին Գոհարի հետ գնացել ենք Զորամաս, դեպքի վայրը ինքներս ենք զննել եւ բարձել ենք, որ այն դեպքի վայրը, որը 2007 թվականին արձանագրությունը կազմվել է, չի համապատասխանում իրականությանը։
Հադրութի զորամաս, Հադրութի բժշկական կենտրոն ենք գնացել պատերազմից առաջ։ Պատերազմի ընթացքում Վալերի Մուրադյանի զորամասում ենք եղել, պարզելով ինչպես կարող էր տեղ ունենալ այդ հանգամանքը։ Մենք ցավոք սրտի հույսներս չենք դրել ոչ Փաշինյանի վրա, ոչ էլ Վարդապետյանի վրա։ Մենք հույսներս դրել ենք, որ արդարությունը հաստատվելու է։ Իհարկե չենք հավատում, որ այս իշխանության օրոք դա կլինի, որովհետև այս իշխանությունը պատասխանատուներին պաշտոններ է բաժանել։ Իսկ հիմա նոր քաղաքականություն է որդեգրել այս 5 գործերով։ Գործերը թերի քննված անմխիթար վիճակում ուղարկում են արդեն դատարան։ Վալերի Մուրադյանին ուղարկել են, շուտով պատրաստում են հավանաբար ուղարկել դատարան Լևոն Թորոսյանի գործը։ Դատախազությունը շատ այսպես խորամանկ քայլ է մտածել, պատասխանատվությունը իրենց վրա է սկսեն, վեճը տեղափոխեն ծնող դատարան հարաբերությունների դաշտ։ Դատարաններից մեկը արդեն գործավարույթ է ընդունել եւ մենք արդեն առաջի կոնֆլիկտային վիճակը ունեցել ենք օրեր առաջ։ Բայց նշանակություն չունի։ Գործը կքննվի դատարանի վարույթում, կլինի քննչական կոմիտեում, թե գլխավոր դատախազությունում։ Շարունակելու ենք պայքարել եւ շարունակելու ենք մատնանշել այն գործողությունները, որոնք պետք է կատարվեն, ցավոք սրտի մինչ օրս չեն կատարել եւ չեն ցանկանում կատարել։